Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տեսեք Արտուր Ալեքսանյան, տեսեք այնպիսի թալան, ինչպիսին վերջի 8 տարում 9 տարում է կատարվել սրանց օրոք, երբևիցե տեղի չի ունեցել։ Ներկայիս իշխանությունները օտար երկրյա ընկերության հետ ձեռքի տված թալանում են ժողովրդին, հա։ Ասֆալտի որակը ահա որ վատ է, ասֆալտի վրա տարվա մեջ երևի նույն հատվածում 2-3 անգամ ասֆալտ են անում, 3-ն էլ անորակ, այդ գումարները գնում է չգիտեմ ում գրպանները, հա, եւ մեր համար տաքսու վարորդների պայմաններ չի ապահովում նորմալ գործունեության համար։ Խցանումների խնդիրը, տեսեք այն փոփոխությունները, որը արել է Ավինյան Տիկոն, ի վնաս քաղաքի է եղել։ Ոչ մի փոփոխություն բարելավում չի գրանցել, հակառակը։ Ու այդ փոփոխությունները ես անընդհատ ամեն անգամ զանգահարում եմ քաղաքապետարան եւ իրանց ասում եմ, այս տեի շրջադարձը, որ հանել եք, ի վնաս է, ոչ թե օգուտ։ Ու իրանք ոչ մի բան չեն փոխում։ Պրոսպեկտը ամբողջ օրը կանգնած է, քաղաքի կենտրոնը կանգնած է, կոմիտասը կանգնած է, ավելի վատացել է, իհարկե։ Ու այդ փոփոխությունները դիտավորյալ են արել, որպեսզի քաղաքի կենսագործունեությունը խաթարեն։ Որովհետև հայ ազգի թշնամիներն են, որովհետև հողերը տալիս են Թուրքին, ամեն ինչ նվիրում են Թուրքին, էլեկտրացանցը տալիս են թուրքերին։ Սրանք հայ ազգի թշնամիներ են, իրանց հետաքրքրում է թալանեն, գրփեն, վերջում էլ փորձեն փախտեն, բայց իրանց չի հաջողվելու, նախորոք ասվում է։ Խոսեք մեկ էլ խնդրում եմ նշեք այս պահին, այս ակցիայով, դուք ակնկալում եք, որ որևիցե փոփոխություն կլինի։ Տեսեք, մեր պահանջը հստակ է, ուզենան թե չուզենան, փոփոխություն տեղի է ունենալու։ Եթե իրանց ձեռքով կլինի, իրանց համար լավ կլինի, սակայն խիստ կասկածում եմ, հա։ Այս հարցը բարձրացվում է ընդհանուր պետության համար, որպեսզի ինչ-որ լավ բան արվի։ Եթե մենք մեզ լավը զգանք, դուք էլ ձեզ լավ կզգաք, ուղևորները, տաքսուց օգտվողները, մեր քաղաք այցելող զբոսաշրջիկները ժամերով չեն կանգնի խցանումների մեջ, հա։ Ընդհանուր այս խնդիրը բարձրացվում է եւ սա անպայմանորեն պետքա իր լուծումը ստանա։ Մետրոներ չեն կառուցում, պարկովկեք չեն կառուցում։ Ոչ մի նորմալ այդ փոսը, որ փորել են, թո Ավինյանը իր համբալ ընտանիքի հետ գնա մտնի այդ փոսը։ Ինչ ասեմ։